Հարգելիներս, եկեք այսօր մսային ֆարշով լցոնված շամպինյոններ պատրաստենք և ամբողջ ընթացքը նկարը հանեմ և լուսաբանեմ հատուկ ձեր համար։ Օգտագործելու եմ տավարի աղացած միս, այն ես համեմել եմ կարմիր և սև պղպեղներով և աղով։ Դուք էլ կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները։ Իմ մսային ֆարշին ես ավելացրել եմ նաև աղացած սոխ և խառը կանաչիների փունջ։ Հավելեմ նաև, որ ես մսային ֆարշերի մեջ սիրում եմ ավելացնել մի փոքր էլ չորացրած ցիտրոն։ Չորացրած ցիտրոնը մի ուրիշ հարուստ համ է փոխանցում բոլոր մսային ուտեստներին։ Մեր շամպինյոնների ոտիկները հեռացրեցինք և կեղևազրկեցինք։ Ահա մանր կտրտեցի մեր շամպինյոնի ոտիկները և կլպած հատվածները, նույնպես եմ օգտագործելու, և նշեմ մի փոքր էլ շամպինյոնների մեջը ավելի խորացրեցի, փոսիկներ ավելացրեցի, որ մեր միջուկը ավելի առատ լցոնեմ։ Կարագի մեջ տապակեցի մեր մսային ֆարշը և սնկի տոտիկները։ Մեր շամպինյոնները արդեն լցոնված են և քանի որ ես սնկի մեջը խորը փոսիկներ էի արել, նշեմ շատ առատ ձևով եմ լցոնել խճողակը և արդեն իրանք պատրաստ են գնալ եփվելու։ Աերոգրիլի մեջ կպատրաստեմ մեր լցոնած սնկերը։ Մեր լցոնված սնկերի հետ ես կտապակեմ նաև կարմիր քաղցր պղպեղով համեմված կարտոֆիլներ։ Աերոգրիլում մի փոքր եփվելուց հետո ես կավելացնեմ լոլիկ, պղպեղ և քերած պանիր։ Մեր լցոնած սունկն ու կարտոֆիլը արդեն պատրաստ են և շատ ախորժալի տեսք ունեն։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։